Մենք հավատում ենք Մուրացանի այն ռոմանտիկական գաղափարին, թե մի ծաղկով անպայման գարուն կգա։ Ողջույն։ Մենք 10-րդ դասարանի աշակերտներն ենք։ Ուսումնասիրելու ենք Մուրացանի Գևորգ Մարզպետունի վեպը։ Նախ համառոտ ներկայացնենք բովանդակությունը։ Գևորգ Մարզպետունի վեպը ենթադրում է պատմական հետևյալ ժամանակաշրջանը։ 10-րդ դարն էր, Բագրատունիների թագավորության շրջանը։ Մեզ մոտ գուցե հարց առաջանա, թե ինչու է Մուրացանն այդքան դար հետ գնացել, վերցրել 10-րդ դարի իրադարձությունը։ Մենք ուզում ենք ձեր պատմության գիտելիքներն արթնացնել։ Չէ՞ որ այդ ժամանակ Համիդյան ջարդերն էին սկսել արդեն եւ մեր ժողովուրդը շատ ծանր վիճակում էր, եւ մեր պատմաբանները, գեղարվեստական պատմագիրներն այդպիսի մի հնար ունեին. պատմությունից մի ոգեղեն դրվագ վեր հանել եւ դրանով ոգևորել մեր ժողովրդին, փորձելով այդպես խնդրին որոշակիորեն լուծում տալ։ Գևորգ Մարզպետունի պատմավեպն այս նպատակին էր մղված եւ այն առաքյալին, որ ինքը փնտրում էր նախորդ ստեղծագործությունների մեջ եւ այդպես էլ չէր գտնում։ Ի վերջո Մուրացանը կարողացավ գտնել այս վեպում։ Օգտվել է ժամանակի պատմիչներից՝ Հովհաննես Դրասխանակերտցի, ով միաժամանակ մեր կաթողիկոսն էր։ Թովմա Արծրունու Ղևոն Երեսի պատմություններից է վերցրել սյուժետային հիմքը։ Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին Մաս արձագանք թերթում։ Որն է այս վեպի գլխավոր նպատակադրումը։ Միություն, անձնազոհություն եւ ընտանիք։ Ազգապահպանման կարևորագույն նեցուկներն այս երեքն էին։ Ցանկանում ենք ձեզ հիշեցնել նաև Ռաֆու մասին։ Ռաֆին ընտրեց Սամվել հերոսին, որի մասին Փավսոս Բզանդը մեկ նախադասությամբ էր խոսել։ Կար մի երիտասարդ Սամվել, որ սպանեց իր հորը եւ մորը։ Մուրացանն ընտրեց Գևորգ Մարզպետունուն։ Գիտեք, մենք եւ Սամվելի ժամանակահատվածում 4-րդ դարում եւ 10-րդ դարում ունեինք ավելի երևելի անձինք։ Ասենք Մուրացանը կարող էր ընտրել Աշոտ Երկաթի կերպարը եւ հենց այդպես էլ վերնագրել։ Կամ Աշոտ Երկաթին հաջորդեց Աբբաս արքայեղբայրը, նրա մասին գրել, կամ Հովհաննես Կաթողիկոսը, նրա մասին գրել, բայց ոչ, Գևորգ Մարզպետունի սովորական մի իշխանի, թվում է, թե մի սովորական իշխանի։ Եվ Ռաֆին ընտրեց Սամվելին։ Ինչու չընտրեց օրինակ Արշակ II-ին կամ Փառանձեմ Թագուհուն։ Սա գեղարվեստական հնար է։ Տեսեք, Աշոտ Երկաթը կամ Արշակ II-ը, նրանք պատմության մեջ իրենց հստակ տեղն ունեցող եւ անձեռնմխելի հերոսներ էին, որոնց հետ հեղինակը չէր կարող վարվել այնպես, ինչպես ինքը կուզեր։ Բայց վերցնելով մի սովորական հերոսի, գրողը կարող է նրա գործողությունները թելադրել եւ հուշել նրան, թե ինչ ճանապարհով գնալ։ Եվ երևի թե դա էր պատճառը, որ Գևորգ Մարզպետունուն ի վերջո Մուրացանը կարողացավ դարձնել իր որոնած գեղարվեստական այդ իդեալը, որ հասարակության մեջ հարց է՝ կա թե չկա։ Գևորգ Մարզպետունու նման կերպարները ծնվում են անհրաժեշտությունից։ Պատմությունը քաղց է զգում, սով է զգում հերոսի եւ այդ ժամանակ ծնվում է այդ հերոսը։ Եվ 10-րդ դարը արաբական արշավանքների ժամանակ, երբ մեր Աշոտ Երկաթ թագավորը հոգեբանական ծանր վիճակում էր, Թագուհին նույնպես, իսկ կաթողիկոսը թափառականի վիճակով։ Մեր պատմությունը այդ հերոսի քաղց է զգում եւ այդտեղ պիտի ծնվեր Գևորգ Մարզպետունին եւ ծնվեց։ Ինչ էր տեղի ունեցել։ Հայաստանը արաբական նվաճողների բռնաճնշման տակ էր։ Այն պարագայում, երբ Աշոտ Երկաթի նման իսկապես երկաթյա կամք ունեցող թագավոր ունեինք, եւ նա հայտնի էր իր նվաճողական միավորիչ քաղաքականությամբ։ Նա կարողանում էր բոլոր իշխաններին իր շուրջը հավաքել եւ հանկարծ հայտնվում է մի ծայրահեղ վիճակում, երբ իր ղեկավարած զորքերը, իր իշխանները ամեն մեկն ամրանում է իր ամրոցում եւ ըմբոստանում իր արքային։ Որն էր պատճառը։ Այստեղ անձնական պատճառ կար, եւ Մուրացանը իր վեպում հենվում է հենց այդ խնդրի վրա։ Ովքեր էին հերոսները։ Աշոտ Երկաթը թագավոր, կաթողիկոսը Հովհաննեսն էր, Աբբաս արքայեղբայրը Աշոտ Երկաթի եղբայրն էր, որ գահը ժառանգեց, որովհետև Աշոտ Երկաթը զավակ չուներ։ Ցլիկ Ամրամը հայտնի իշխաններից Սահակ Սևադան, Սահականուշը Թագուհին էր, Աշոտ Երկաթի կինը, եւ Ասպրամը Ցլիկ Ամրամի կինը։ Գլխավոր հերոսները նրանք են։ Աշոտ Երկաթը քաղաքական նկատառումներով ամուսնացել էր Սահակ Սևադայի դուստր Սահականուշի հետ, բայց չէր սիրում նրան, այլ Ցլիկ Ամրամի կնոջը, Ասպրամին։ Ի վերջո այդ սերը խղճացրեց, փոքրացրեց հայոց արքային, եւ նա քաշվեց, մեկուսացավ Սևանա կղզում։ Մեղադրել Աշոտ արքային դրա համար, թե ոչ։ Մենք իսկապես փառահեղ արքա ունեինք, եւ այդ փառահեղ նվաճումներին մենք ծանոթանում ենք նյութի սկզբում, Սահականուշի եւ Սեդայի խոսակցություններից։ Ի դեպ, Սեդան հատուկ ընտրված կերպար է։ Եթե դուք կարդաք վեպը, կտեսնեք, որ Սեդան բոլոր դեպքերին տեղյակ է։ Հատուկ է ընտրվել, որպեսզի հեղինակը չմիջամտի, որովհետև եթե Սեդան չլիներ, Ստեփած Մուրացանն ինքը հեղինակային լեզվով պիտի պատմի իր իրադարձությունները։ Նա հատուկ հորինեց Սեդայի կերպարը,
որպեսզի ինքը գործողություններին չմիջամտի եւ ինքն էլ կողքից լսի պատմությունները։ Սեդան պատմում էր Աշոտ Երկաթի փառահեղ անցյալի մասին եւ նրան պատմումներից հասցնում է իրական գործողություններ, որտեղ Աշոտ Երկաթին տեսնում ենք բոլորովին այլ կարգավիճակում։ Սահակ Սևադան խիստ վիրավորված Աշոտ Երկաթից, որովհետև իր դստեր հեղինակությունը եւ արժանապատվությունը մի կողմ էր դրված, որոշում է ապստամբել արքային։ Արքան պատժում է Սահակ Սևադային, նրան եւ որդուն կուրացնում։ Սա մեծ վիշտ էր։ Սահակ Սևադայի նման հզոր իշխանը զրկվել էր արևի լույսից, անպատված էր իրեն համարում, կուրացած եւ նյութական եւ հոգեկան ծանր վշտի մեջ։ Եվ այո, չէր կարող լինել արքայի կողքին։ Ցլիկ Ամրամը վիրավորված արքայից պետք է ըմբոստանար նրա դեմ։ Միթե կարող էր անձնական այս դիպվածակ քայքայիչ, ազգաքայքայիչ եւ ազգակործանիչ նշանակություն ունենալ։ Գիտեք, Մուրացյանը հարցի պատասխանը հարցադրումով է տալիս, ասում է. այն ինչ որ թույլատրված է մահկանացուներին, անթույլատրելի է արքաներին։ Եթե դու վերցնում ես պետական կառավարման ամբողջ պատասխանատվություն, դու ի բնե, ի ծնե արքա ես եւ մի ամբողջ ժողովրդի պատասխանատվություն ես քո ուսերին վերցրել։ Միթե կարող ես անձնական զգացմունքի առաջ այսքան խղճանալ։ Աշոտ Երկաթը տարբերվում էր իր ռազմաքաղաքական գործունեությամբ եւ կարողանում էր փոքր խմբերով ջարդել մեծ քանակությամբ զորքերի, ինչը խոսում է այն մասին, որ կռվում միայն ուժը չէ կարևոր, նաեւ խելքն է կարևոր, եւ Աշոտ Երկաթը բանեցնում էր իր խելքը։ Այս բովանդակային հատվածում կարծես թե չհնչեց Գևորգ Մարզպետունու անունը։ Սա այն իրավիճակն էր, որը Հայաստանում կար այդ ժամանակ։ Ինչ էր անում Գևորգ Մարզպետունին։ Նա փորձում էր հաշտեցնել այս ցավոծրիվ եղած բոլոր հերոսներին, կենտրոնացնել եւ միավորել։ Գիտեք, տեղանքնել Մուրացյան պատական չէր ընտրել։ Գևորգ Մարզպետունին գնում է Սահակ Սևադայի մոտ, գնում է Ցլիկ Ամրամի մոտ, գնում է Սականուշ Թագուհու մոտ, գալիս կենտրոնանում է Աշոտ Երկաթի մոտ, որպեսզի այստեղից պայքարի, օջախում նորից կրակ վառելու համար։ Ստացվեց Մարզպետունու մոտ։ Նա կարողացավ համոզել Սահակ Սևադային։ Ճիշտ է, Ցլիկ Ամրամին չկարողացավ, բայց այնուամենայնիվ Աշոտ Երկաթին դուրս բերեց Սևանա կղզուց։ Սահակ Սևադայի զորքերը միավորեց հայոց արքայի զորքերին, խոսեց Հովհաննես կաթողիկոսի հետ, փորձեց համոզել նրան եւ ստացվեց Մարզպետունու մոտ։ Կույր վրիժառու գրքի բաղադրիչ մասերից մեկն այն է, երբ Գևորգ Մարզպետունին համոզում է կույր վրիժառուին, Սահակ Սևադային, որի վերջո ների Աշոտ Երկաթին. «Եթե ես ծունը չոքեի քո առաջ, Սևադա իշխան, համբուրեի քո ոտքերը, աղաչեի, որ խնայես քո եղբայրցդ ու որդերացդ տայրունը, արգելես այն կոտորածը, որ մի օրվա մեջ անթիվ ընտանիքներ պիտի կործանե, դյուրավոր մանուկներ պիտի որբացնե, կանայք ու արցունք պիտի այրացնե։ Եթե հիշեցնեի քեզ նախ քրիստոնյայի եւ ապա հայ մարդու սրբազան պարտքը, որ չայրին չայրավ չհատուցանել եւ հայրենիքը կործանելու գնով անձնական վրեժխնդրությունը չհագեցնել, ինչ կաներ դու, Սևադա իշխան, միթե անողոք կմնայիր իմ աղաչանքների, իմ արտասուքների առաջ»։ Սա կերպարների երկկողմանի բացահայտում է, նախ Մարզպետունու ոգեղեն հայրենասիրությունը եւ հետո, ի վերջո, Սահակ Սևադան այս խոսքերի տակ ընդգրկում, խղճանում է, որովհետեւ նրա մեջ հայրենիքը ավելի ուժեղ է, քան անձնականը։ Կույր աչք կների, կույր սիրտը չի ների։ Ցլիկ Ամրամի սիրտն է կուրացած, եւ երբ Գևորգ Մարզպետունին նրան համոզում է, որ Սահակ Սևադան ներել է, չէ որ իր դստեր անպատվությունը ներել է, չէ որ դու էլ պիտի ներես, չէ որ Սահակ Սևադայի աչքն էր կույր։ Իսկ Ցլիկ Ամրամի սիրտը, հատկապես, որ պաշտում էր իր կնոջը։ Ցլիկ Ամրամը պակաս չէր սիրում իր հայրենիքը եւ ասում է. «Ես չէի ցանկանալ չարագործի անուն վաստակել, բայց հանգամանքները չարագործ դարձրին ինձ։ Այնուհետև ես չպիտի մտածեմ, թե ինչ է ասում աշխարհն ինձ համար, ես միայն մի մարդու պիտի հաշիվ տամ, դա իմ ներքին մարդը, իմ խիղճն է»։ Ռոմանտիկները ընդհանրապես սիրում են իրենց հերոսներին կանգնեցնել մի մեծ դատավորի առաջ, դա խիղճն է։ Աշոտ Երկաթը տանջում էր այդ խղճից։ Ամբողջ աշխարհը կարող է ներել Աշոտ Երկաթին, նույնիսկ Սահականուշը ներեց նրան, բայց ինքն իրեն չներեց, եւ այդ չներումով էլ կնքեց իր մահկանացուն։ Հովհաննես կաթողիկոսի մասին տարբեր կարծիքներ կան։ Շատերը նրան վախկոտ են ներկայացնում, ոչ հայրենասեր։ Իրականում սա սխալ վարկած է, որովհետև ճիշտ է, թափառական էր, փորձում էր իր սեփական անձը փրկել եւ տեղից տեղ էր գնում, եւ պատճառ էր դառնում բազմաթիվ հոգեվորականների սպանության, բայց այնուամենայնիվ մեղադրել մի մարդու, ով չկարողացավ իր վախկոտությունը հաղթել, չէ որ վախկոտությունն էլ բնական արատ է, որ կարող է ունենալ ցանկացած մեկը։ Նրա բարեկազմ, հաղթանդամ ու արտաքուստ զորավոր մարմնի մեջ ապրում է մի տկար սիրտ ու վախկոտ հոգի։ Կաթողիկոսը պակաս հայրենասեր չէր, բայց չկարողացավ իր վախկոտությունը հաղթահարել, ինչպես որ Աշոտ Երկաթը չկարողացավ հաղթահարել իր սերը։ Սրանով բնության իրավունք եւ պարտականությունը Մուրացյանը դնում է կողք կողքի։ Բնական իրավունքով
Իրենք սիրում էին, իրենք ունեին անձնական արատներ, իրենք սովորական մարդիկ էին, բայց վերցրել էին մի երկրի պատասխանատվություն, եւ շատ մեծ վեճ կար այստեղ, որից հետո հաղթողը դառնում է բնությունը։ Եվ ի վերջո Գևորգ Մարզպետունին անհանգիստ մարդ էր, միայնակ չափում էր երկիրը, հաշտություն հաղորդում մարդկանց, խաղաղում կրքեր, փորձում կանխել վերահաս աղետը։ Գևորգ Մարզպետունին անձնազոհ կերպար էր։ Մեր երկրին պակասում են այդ անձնազոհ մարդիկ, որ կարող է հավատալ իրեն եւ իր Աստծուն, եւ այդ հավատով 20 քաջերով կարողանալ մի հսկայական բանակ ջարդել։ Եվ այն միտքը, որ իր հավատարիմ զորականն ասում է, թե մի ծաղկով գարուն չի գա։ Գևորգ Մարզպետունին գալիս է ոտատակ տալու այդ միտքը եւ ապացուցել. այո, մենք կարող ենք փոքր քանակով, բայց հավատով ջարդել մեծաքանակ զորքերին։ Մեր միակ թշնամին մեր ներսի թշնամին է։ Եթե մենք կարողանանք հաղթել այդ ներքին թշնամուն, արտաքին թշնամին ուղղակի անզոր կլինի մեր առաջ, այնպես որ եղեք այն ծաղիկը, որ մեզ գարուններ է բերելու։ Տեսանյութի վերջում ցանկանում ենք ձեզ ներկայացնել Գևորգ Մարզպետունի կամ նամակ կնոջը վերնագրով մեկ այլ լուսաբանում։ Մուրացանի Գևորգ Մարզպետունի պատմավեպը նվիրված է կնոջը, Ոսկեհատին, ով դավաճանել էր նրան։ Գևորգ Մարզպետունին պատմավեպ լինելուց զատ նախ եւ առաջ նամակ է իր կնոջը, Ոսկուն։ Նախաշվի առնենք, թե ինչ հասարակության մեջ էին ապրում մարդիկ, եւ սեփական ընտանիքի դժբախտության մանրամասները բնականաբար չէին կարող հանրայնացնել, որովհետեւ ապահարզանի խնդիր կար, ամոթի, ամաչելու խնդիր կար։ Դարաշրջանը հաշվի առնենք, եւ Մուրացանն էլ դատելով իր նամակներից շատ կշռադատված մարդ էր։ Ցանկանում էր ամեն ինչ ասել Ոսկուն։ Ոսկին էլ դատելով ամեն ինչից դասեր չէր քաղում, նույնիսկ արհամարհում էր Մուրացանին եւ իր գրած նամակներին։ Յուրօրինակ հասարակական պարսավանք էր թաքնված որոշակի դիմակի տակ։ Մեջբերման սկիզբ։ Ես ձեզ համար գրում եմ պատմավեպ, որտեղ պատմությունն է, բայց ես խորքում անարգանքի սյունին եմ գամում իմ կնոջը, եւ պարտադիր չէ, որ դուք դա վերլուծեք, իմ կինը դա կհասկանա։ Մեջբերման վերջ։ Գևորգ Մարզպետունի պատմավեպում դրված է 3 խնդիր՝ միություն, ընտանիք եւ սեր։ Դառը փորձ է Գևորգ Մարզպետունին, որը իդեալականացված է Մուրացանի վեպում։ Պատմավեպն իր դառը փորձի հակառակ կողմն է, այսինքն Աշոտ Երկաթի կերպարով, Ցլիկ Ամրամի, հետագայում Ասպրամի կերպարով եւ զարգացումներով ըստ երևույթին կնոջը ասում է. «Տես թե ինչ ես անում, հիմքերս խարխլում եւ եթե չանեիր, տես թե ինչ պատկեր կարող էինք ստանալ»։ Եվ այսպիսով այս պատմավեպում այսպիսի դեպքեր տեղի է ունենում Աշոտ Երկաթի թուլության պատճառով, իսկ իրական կյանքում Մուրացանի թուլության պատճառով։ Եվ ահա Գևորգ Մարզպետունի խոսքերով էլ ավարտենք մեր տեսանյութը։ Ձեզ օրինակ Աշոտ Երկաթի ընտանիքը, որքան ցավերի, արտասված եւ հեծության պատճառ դարձավ այդ հզոր դյուցազնի մարդկային միթոլությունն ընդհանուր հայրենիքին։ Այս ամենը գիտենալով, իմ սիրասուն զավակներս, լսեցեք իմ վերջին պատվերը եւ կատարեցեք սրբությամբ։ Այդ պատվերը ամփոփում է յուր մեջ 2 բառ. սիրեցեք միմյանց։